Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 սիրով ենք ասում բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր եւ բարի լույս։ Բարի լույս, արգելի ռադիոլսողներ, սիրով եւ հաճելի լավ տրամադրությամբ ողջունում ենք բոլորիդ ու առաջարկում ենք միանալ մեզ, հուսամ մեզ կհաջողվի մեր լավ տրամադրությունը փոխանցել նաեւ ձեզ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան։ Այնպեսի տպավորություն է, որ մենք տունել չենք գնացել։ Երեկվանից այստեղ ենք, չէ, ով մեզ չի լսում, այլ դիտում է, տեսնում է, որ հագուստները փոխված են, հետեւաբար տուն գնացել են։ Եվ հետեւաբար օրն է փոխվել, հոկտեմբերի 14-ն է, օրը երեքշաբթի։ Այո, արդեն երեքշաբթի է, չենք կարող ասել, որ աշխատանքային շաբաթը նոր է սկսվել է։ Ինչեւ էս մաղթում եք հաջող աշխատանքային շաբաթ եւ լավ տրամադրություն բնականաբար երաժշտությամբ ենք արթնանում, սկսում ենք, գնացինք։ Eli lava vor aprum e, eli lava խոսել գիտեր, eli lava երկում է, բայց միշտ փոխում է, eli lava ոտքերում է, eli lava քայլում է, eli lava խոսել գիտեր, բայց միշտ փոխում է։ Ինչ եկած մի բան եղավ։ Գնանք օպերա։ Մամուտ չի։ Ես երևի գնամ։ Ո՞վ արես կտեսրած, բա փողը։ Հելի կեղավ։ Որ կեզ հարցնում է, դու միշտ լացում ես, ու միշտ ասում ես, էլի լավա ապրում ես, հերիք բողոք ես, հերիք լացես, հերիք ասես որ ջան, էլի լավա ապրում ես, էլի լավ լավա լավա, էլի լավ լավա 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 լավա, էլի լավ լավա լավա, էլի լավ լավա լավա, ինչ արա։ Դու մնա մենք գնամ։ Էլի լավ լավա 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 լավա, էլի լավա էլի լավա, էլի լավ լավա լավա, Էնքինը, որին ես սիրում եի ու կարծում եի, թե ինքն էլ ինձ է սիրում, պարզվեց, ոչ սիրել է, ոչ էլ սիրում։ Ախարնո, ոզրեսի համար ես աշխալին չի կամ։ Ինձ ես կանխում դերիվեք ոչ ոք չի օգտագործել։ Էդ էլ է չէ տարբերակ։ ու կտեսնե, որ կփոխե, նոր գույները մեծ ջան, դու կվերես, մենակ ջլացես, մենակ չպատմես, այն դարդերը գոհին, իմ չեպոքես, էլի լավ լավա լավա, էլի լավ լավա 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 լավա, էլի լավ լավա լավա, էլի լավ լավա լավա, Ու այդ դրանից քո տրամադրությունը սկսում է բարձրանալ։ Բարձրանում է։ էլի լավ լավա լավա, Ես քուհերն եմ ոնցել։ Լավ մտածում, պես չսխալվես։ Աղվեջ։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, մենք ուղիղ եթերում ենք 9:34 րոպե, ֆիլմից էր սաունդթրեքներ, ռեինկարնացիա եւ ձայները չէին այդտեղ, այդտեղ ֆիլմային այդ տարբերակներ տեսահոլովակի։ Ձեզ ասում ենք եւս մեկ անգամ բարի լույս, մաղթում ժպիտ վաղ առավոտից միմիայն դրական լիցքեր, լավ տրամադրության մասին չենք մոռանում, հարգելի ռադիոլսողներ, եւ փորձենք այնպես անել, որ մեր գործողություններում երբեք դիմացինին չնեղացնենք կամ չցավեցնենք։ Սա շատ կարևոր է, որովհետեւ հաճախ հատկապես համացանցում սոցիալական հարթակներում մենք նկատում ենք վատ մեկնաբանություններ, տարատեսակ անհիմն վատ մեկնաբանություններ, երբ ուղակի փոքրիկ է հայտնվում օրինակ կադրում եւ գնում են վատ մեկնաբանություններ, երբ գեղեցիկ աղջիկ է հայտնվում կադրում, հայտնվում են վատ մեկնաբանություններ։ Սա իհարկե չենք ասում մեր ռադիոլսողների մասին, որովհետեւ մեր ռադիոլսողներն ուրիշ են, ինտելեկտուալ են, բովանդակային մասը իրենց համար շատ կարեւոր է։ Ինչևէ, ինչ ենք ուզում ասել։ Ինչ եք ստանում դուք, երբ վատ բաներ եք գրում մարդկանց։ Իսկապես, երեք տեսա համացանցումի աղջկա, որը նեղվել էր, որ իրեն վատ բաներ էին գրել, անհիմն։
Ոսում եմ հասկանամ, ինչ բավարարություն եք ստանում, որ վատ բաներ եք գրում մարդկանց։ Կամ երեխան, երբ նկարահանում է ֆիլմում, սկսում եք վատաբանել։ Դրանից ինչ եք ստանում։ Ձեզ դրանից ինչ է գալու։ Իսկապես ինձ շատ հետաքրքիր է, որովհետև երբևէ չեմ ցանկացել որևէ մեկին վատ մեկնաբանություն գրել։ Ու իսկապես չեմ հասկանում, երևի երջանիկ եմ, որ չեմ հասկանում։ Իհարկե, օր այսօր մեկնաբանությունների միջազգային օրը չէ։ Քիչ անց կասենք, թե ինչ միջազգային օր է նշում այսօր։ Այսօր շատ խնդալու օր է։ Աշխարհը կա։ Ծիծաղելի։ Դե կխոսենք, այդ մասին կխոսենք հաջորդիվ։ Ասում են, այս պահին հիմա ծանոթություններ կհնչեն։ Դե արդեն հասկացա։ Սա նշանակում է, որ եղանակ։ Եղանակի մասին պետք է խոսենք։ Եղանակ է սպառնում մեզ այսօր, տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ։ Հիմա փորձագետները կլսեն ու կասեն եղանակը չի սպառնում։ Այն սպասում է։ Ես սպառնել եմ ասում, որովհետև գուցե տեղումներ լինեն։ Փորձագետներ ուշադրություն։ Այո, հարգելի փորձագետներ։ Առանց տեղումների եղանակ է սպասվում այսօր եւ նաեւ տեղեկացնենք, որ օդի ջերմաստիճանը այսօրվանից մինչեւ վաղը ցերեկը աստիճանաբար բարձրանալու է 5-ից 8 աստիճանով։ Սա ամբողջ հանրապետության տարածքի մասին է խոսքը։ Տեղափոխվենք։ Գնանք մայրաքաղաք, ես ասեմ, որ հենց այս պահին 10 աստիճան տաքություն է Երևանում։ Այդքան էլ տաք չի։ Բայց լավ է, տանել է, ոչ տաք է, ոչ ցուրտ։ Դե լավ էլի։ Ես գիտես, չեմ սիրում ցուրտը, ինձ համար արդեն լավ չի։ Ես Քո տեղը ջերոցն է։ Չէ, տաք եղանակ եմ սիրում ուղակի։ Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօրվանից մինչև հոկտեմբերի 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այստեղ on-line հարթակում են գրել սպառնում թե սպասվում։ Դե եթե անձրևներ լինեին, ապա կսպառնար։ Եթե ուղակի անձրև չկա ու լավ եղանակ է, սպասվում է։ Հետևաբար սա կատակ է։ Ուրեմն ուշադիր եք մեզ լսում։ Ապրեք, Սա բառախաղ էր ուղակի։ Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն։ Շարունակենք ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, այո, մեր հանրապետությունում ճանապարհները դեռ բաց են եւ դա լավ է։ Լավ է եւ այստեղ ուզում ենք հասկանալ, ինչ ես ուզում անել։ Ես ուզում եմ ընդամենը, որպեսզի հնչի այս ֆոնը։ Թե չէ ուրիշ ֆոներ էիր հնչեցնում, զարմացա ու զրամացուցին միանգամից նայեցի, բայց ինչև է։ Տեղեկացնենք, որ Կորեայի ձորը դեռ այդ ճանապարհը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, մենք մի քիչ էլ համբեր ենք, հուսանք որոշ ժամանակ անց այն արդեն կբացվի, հիշեցնենք, որ քարաթափման վտանգ կար։ Ինչ բացում։ Դե մենք ենք անդադարով դրա մասին խոսում, բայց քարաթափման վտանգ կար եւ փորձում ենք կանխել այդ ամենը, դա շատ կարեւոր է։ Լարսն էլ է բաց։ Բաց է։ Ամենակարևորը։ Դեռ ամեն ինչ բաց է, ամեն ինչ աշխատում է, եղանակը լավ է, ձուն չի եկել, ոչ մի բան չի փակվել։ Այո, այսօր կարող ենք ասել, որ եղանակը բարեգութ է գտնվել։ Այ հաջորդ տեղեկատվությունը ես ուզում եմ մենք ընթերցենք այս հնչյունների ներքո։ Ինչու՞։ Այդպես լավ է ավելի։ Լավ, ոնց կասես։ Գնացինք։ Օրվա փոխարժեքն ենք ներկայացնելու ձեր ուշադրությանը, հարգելի ռադիոլսողներ։ Ամերիկյան $1 արժե 382 դրամ 57 լումա, եվրոն 443 դրամ 25 լումա է, ռուսական ռուբլին 4.7 է, վրացական լարին 141.2, բրիտանական ֆունտ ստերլինգը 510 դրամ 46 լումա է եւ գնանք իհարկե դիրհամին էլ անդրադառնանք 104.16 է։ Գումարները վերցրեցինք, գնացինք ճամփորդելու։ Տեսնենք Զվարթնոց միջազգային օդանավակայանի կայքում փոփոխություններ կան թե ոչ։ Ժամանումների չվացուցակում ունենք 1 չեղյալ չվերթ դեպի Սոչից եկող չվերթը չեղյալ է համարվում։ Ժամանում չկա, այո։ Եվ 1 վաղաժամ ունենք։ Աբու Դաբի, ինչ զարմացած չէ։ Ես չեմ հասկանում, ես ինչու են էմիրություններից միշտ շուտ հասնում տեղ։ Քամին բարենպաստ է այդ ուղղությամբ։ Պաստորեն 10:15-ի փոխարեն 9:54-ին վայրեջ կկատարի Աբու Դաբից եկող օդանավը։ Գնանք մեկնումներում եւս բնականաբար Սոչին մեզ մոտ չեղյալ է։ Սոչի չտրակ է այսօր։ Որ գնար, ոչ կգան, ոչ կգնան։ Բարի ժամանց ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր որ մեկնում են հանգստի, լավ տպավորություններով վերադառնաք։ Գնանք Երևանյան ավտոճանապարհներ, եթե քիչ առաջ 6 բալ էր սանդղակը, ապա րոպեներ անց դարձավ 7 բալ։ Եվ այս պայն Աթենքի փողոցը իջնողը դեպի կամուրջ, հաղթանակ կամուրջ ծանրաբեռնված է մի այլ կարգի։ Մուկ, շատ մուկ կարմիր է, այստեղ սա էլ պիտի ֆիքսենք եւ տեղափոխվենք, այստեղ էլ կա մուկ կարմիր, կարծես թե։ Դե սա միշտ մշտական Արգիշտի փողոցն է, մշտական ունի։ Միշտ է այնտեղ ծանրաբեռնված, այո։ Մի քիչ տեսնենք քաղաքի այլ հատվածների միջը։ Ամիրան փողոցը բնականաբար եւս ծանրաբեռնված է։ Բայց այդքան շատ չի համեմատությամբ կարծես եթե ասենք։ Մասնակի կարող ենք ասել։
Սա որ փողոցն է, այստեղ էլի մուկ, շատ մուկ կարմիրով ներկված փողոց է։ Սա միջ այդպես շենքային։ Հա, բայց դու ֆիքսել ես ինչ մեծ խցանում է այդ տարածքում։ Դե մեկը դուրս եկել, ավտովթարներ հուսանք չկան։ Կար քիչ առաջ հիմա չկան, Փարքաստծո հիմա չկան։ Զգույշ երթևեկեք, որպեսզի խուսափեք ավտովթարներից, իսկապես դա շատ կարևոր է։ Եվս մեկ կարմիր փողոց, այսպես իմ աչքին զարնեց, սա որն է։ Ահա, Սարալանջն է, միակողմանի։ Ծանրաբեռնված, այո, իջնող հատվածն է, բնականաբար։ Ժամեր կան, որ ուղակի, եթե չեք շտապում, ուղակի դուրս մի եկեք այդ ժամերին, Կոմիտաս, խնդրեմ, Հալաբյանը, Կիևյան, ասում եք չկա։ Չկա, լավ էլ կա։ Ամբողջը խցանված է ի վերջո 7 բալ է, ոչ թե 6 բալ, դա նշանակում է մի քիչ ավելի դժվար ընթացք է սպասվում վարորդներին, ձեզ մաղթում ենք համբերություն հարգելի վարորդներ, զիջեք միմյանց, սա եւս շատ կարեւոր է, մի նյարդայնացեք մեկը մյուսից։ Այո, համբերություն եք մաղթում լավ տրամադրությամբ սպասել, մեզ լսեք, մեզ դիտեք, ինչու ոչ։ Բայց երթևեկության մասին մի մոռացեք, սա եւս շատ կարեւոր է։ Ինչու մենք այս երկի տակ չսլանանք, եթե ճանապարհը բաց է։ Այսօր Տիգրանը մեկ այլ տրամադրություն ունի։ Գնացինք։ Սուրճ ու սեր առավոտից։
Այ այսպես 9:44 րոպե հաշված րոպեների ընթացքում մեկ տեսոլովակի ընթացքում ինչ կարելի է անել, ինչ կարելի է հասցնել։ Քո պարագայում կարելի է հրաշվել։ Ես ասացի հրաշվել երկի ընթացքում։ Ինչ ես ճպտում։ Դե ինչ ասեմ։ Այ որ live-ով դիտեիք մեզ մը կտեսնեք ինչ հարմար սարք ունեն։ Ես նայեք, այսպես միանում է, այսպես։ Այո, մի արա Տիգրան ջան, խնդրում եմ, այդ ձայնը։ Այո։ Եվ շատ արագ։ Այստեղ on-line հարթակում է ռադիոլսողները բավականին ակտիվ են։ Ջերմ ողջույններ Ավետիս Մանուկյանին, ասում է բարի լույս, հուսով եմ լավ եք, բարի եթեր Կրասնոդարից ջերմ ողջույններ։ Բայ իհարկե, Կրասնոդարից ողջունեք, բա ինչ կանենք։ Էդիկ Բաբուջան, ջերմ ողջույններ, եթե չեմ սխալվում, Էդիկը Գյումրիից է։ Մարինա Թագակչյանն ենք ձեզ ջերմ ողջունում, Մարինա ջան, առաջարկը հետաքրքիր էր, ինչև է, եւ իհարկե չունենք դրանից։ Կարիք էլ չունենք։ Միայն սարքը չի այստեղ խնդիրը։ Ես ունեմ այսպիսիք USB։ Եվ հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք, մենք մինչև հիմա չենք ասել, որ հիշում եք, չէ, մեզ կարող եք դիտել, ոչ միայն լսել armradio.am կայք մուտք գործելով, դիտել կոճակը սեղմելով, եւ այնտեղ հենց live-ի կողքն ունենք հրաշալի, շատ հարմար զրուցարան։ Խնդրում ենք մուտք գործեք այնտեղ եւ այնտեղ գրեք մեկնաբանություններ, որպեսզի մենք կարդանք, համ էլ այդտեղ ավելի գեղեցիկ ենք, մի տեսակ այդտեղ ավելի ենք մեզ դուր գալիս։ Եվ իհարկե հանրային ռադիոյի Facebook-յան էջում եւս կարող եք հետևել մեզ, բայց ուզում ենք քիչ-քիչ տեղափոխվեք մեր տուն։ TikTok-ում էլ են շատ ակտիվ մեր ռադիոլսողները։ TikTok-ում էլ որ մի քիչ փորփրեք, գտնեք ինձ էլ Լուսինեն էլ եւ կմիանաք հարգանքներս մեզ գրում են բարի լույս, բոլոր հարթակներով։ Շատ հաճելի է։ Մենք կանք ամեն ուր ենք, ուր միացնեք մեր ձայնը, ուզեք, չուզեք։ Չէ, Տիգրան։ Արի բացենք օրացույց։ Հիշեցնենք այսօր հոկտեմբերի 14-ն է, օրը երեքշաբթի։ Ինչ կա չկա պատմության այսպես ուղիներում։ Խնդրեմ, առաջինը Վինի-Պուխ, խնդրեմ։ 1926 թվականին Լոնդոնում լույս տեսավ Ալան Միլնի Վինի-Պուխ գրքույկը։ Հասկանում ես ոչ թե մուլտիկ, այլ գրքույկը, այո։ Իդեպ 1794 թվականի հենց այսօրն է հիմնադրվել Ազդարար թերթը։ Այո, եւ այստեղ բայց արի ասենք, արի մի քիչ ծավալվենք ազդարարի մասին։ Ինչու մենք չխոսենք, որ Մադրաս քաղաքում վերջո տպագրվող հայկական պատմամշակութային գրական հասարակական հանդես բարբերական տեսա։ Այո, ինչ լավ ձայնով ասացիր։ Եվ Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր տպարբերականն է եղել։ Ահա, շատ։ Սա նյութ է, որ բոլոր լրագրողները պետք է անգիր իմանան։ Պետք է գիշերը արթնացնեք ու ասեն, երբ է 1794 թվականին։ Բոլոր քննական թերթիկներում էլ կային այս հարցերը բնականաբար։ Հիշեցիր։ Իհարկե, կարող եմ մոռանալ։ Տեսնենք էլ ինչ կա։ Շարունակեցինք։ Ես ասեմ, որ 1964 թվականի հենց այսօրն է Լեոնիդ Բրեժնևը դարձել սովետական միության կոմունիստական առաջնորդ։ Չէ, տարբերակ։ Ինչ-որ շատ այսպես պաթոսով էին, չէ, ժամանակետամ։ Дорогие друзья։ Ես հիշում եմ այդ շքերթները, ելույթները, հեռուստատեսային ուղերձները, ամենը դեռ վառ է, արթուն է։ Այո։ Այսպես հիշողության մեջ։ Գնանք ծնունդներին, ինչ կարծիք ես, տեսնենք ովքեր են ծնվել պատմության մեջ այսօրը։ Ադոլֆ Մոնտիչելին է ծնվել, հայտնի ֆրանսիացի նկարիչ 1824 թվականին։ Եվ եթե այսպես գնանք, շարունակենք, ապա պիտի ասենք, որ հենց այսօրն է ծնվել շատ սիրելի երգչուհի։ Ես կասեի, որ հայ էստրադայի երգչուհիներից է, եւ այս երգչուհին փոխել է որոշակի ուզում եմ բեմական հետաքրքիր այո նոր լուծումներ բերելով նոր գույն է բերել նոր գույն նա արտիստիկ է նա նաև քանի որ մասնագիտությամբ պարուհի է կարողանում է նաև բեմում հրաշալի շարժվել եւ երգը այսպես ասած դարձնել ավելի հետաքրքիր ելույթները, հա։ Նրան են գրում, գիտես ով ինչ ուզում գրում է։ Վատ բաներ են, չէ՞ գրում։ Եվ Իվետան հումորով անդրադառնում է բոլոր այդ Ես տեսել եմ Միմիչայլոց Իվետա։ Հարգելի շատ եւ սիրելի Իվետա ծննդյանը տարեդարձը շնորհավոր։ Այո, շնորհավորում ենք Սևատ եկչուն եւ վայելում դրա կատարումներից մեկը։ Insama tu amena artar u harazades.
Ուսեր առավոտից։ 9:52 րոպե մենք շարունակում ենք սիրով աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվ այո, մենք շարունակում ենք թեթև թերթել պատմության էջերը, փորձել հասկանալ ինչ յուրօրինակ այս բառը կգործածեմ, տոներ կան այսօր կամ իրադարձություններ։ Հետաքրքիր է, որ այստեղ բազմաթիվ օրեր են, հիմնականում նաև որոնք Միացյալ Նահանգներում են նշում, բայց մինչ դրան անդրադառնալը, ասենք, որ ճապոնական դելֆինների փրկության միջազգային օրն է այսօր, նաև։ Էլ ինչ են նշում այսօր օկտեմբերի 14-ին շարունակենք։ Այս երկու տոնին կանդրադառնանք ավելի ուշ, մինչ այդ հետաքրքիր մի օր է Միացյալ Նահանգներում ընտանի կենդանիների ճարպակալման ազգային օրն է։ Այդ մի օրը չի, մենակ նաև այսօր թմբլիկների ազգային օրն է Նահանգներում։ Ճիշտ է, ծնողներին ճաշի հրավիրելու օրեն սահմանել Ինչ հետաքրքիր է, չէ՞, որ ծնողներին ճաշի հրավիրելու օր կա։ Օգրատարերի ազգային օր։ Այստեղ ամենակարևորը, որ ծնողներին ճաշի հրավիրելը ըստ երևույթին պայմանավորված է նաև նրանով, որ քանի որ այնտեղ հիմնականում առանձին են ապրում, տարածքն է հեռու, հատուկ օր են նշանակում, որպեսզի ծնողներին հրավիրեն ճաշի։ Ես կարծում եմ մեր պարագայում պետք է սահմանել լուրերի աշխատակիցներին եթեր հրավիրելու օր։ Մարիան արդեն ժամանել է հիմա մնաց հասնի անհամբեր սպասում ենք Մարիային։ Ուր ես Մարիա։ Մուտք գործիր ստուդիա, մենք սպասում ենք քեզ։ Այո, եւ մինչ Մարիան կգա եւ մենք իր հետ շարունակենք։ Նաև աշխարհի այլ երկրներում տարբեր օրեր են նշում։ Այսօր օրինակ Լեհաստանում նշում են ազգային կրթության օրը։ Կոնգոյում էլ երիտասարդության օրն են նշում։ Վինի Թուխի ծննդյան օրվա մասին մենք արդեն խոսել ենք։ Այո, Լեհաստանում ազգային կրկնության օր, դա ինչ է։ Կրկնության չէ։ Լսեց թվաց, ես ասում ինչ։ Դա նրանից է, որ վաղ առավոտյան ես արթնանում, սխալը մարդու համար է մի ներվիր հիմա այքես կներվեն ասել, ինչպես կարելի է, բայց ոչ։ Բայց մի օր էլ կա ճաղատ եւ ազատ լինելու օր, դու ասացիր։ Ինչանոց շատ լավն է այսօր, ինձ դուր եկավ ճաղատ եւ ազատ, այսինքն պետք չի բարդույթավորվել այդ խնդրից, որ ենթադրենք այնպես է ստացվել, որ մարդը ճաղատ է, դրանից ոչինչ չի փոխվում։ Մենք նաեւ նշում ենք այսօր լրատվության աշխատակիցների ուղիղ եթեր վաղաժամ ժամանելու օր։ Բարի լույս Մարիա, էս ինչ հովերով ես քան շուտ։ Դիտավորյալ եմ շուտ եկել, որովհետև 4-րդ հարկում այսօր հոզգիծը ազատ էր, ես արագ վազելով քանի խցանոց ճապարել եմ այստեղ, այո։ Լավ ես որոշեցի ձեզ զարմացնեմ։ Սա էլ մեր խմբակցության կողմից առավոտվա նվերն է ձեզ։ Շատ խորհրդանշական օր դու այդ ռեկորդը սահմանեցիր, որովհետև արի դա ստանդարտ սահմանենք, որովհետև այսօր ստանդարտների համաշխարհային օրն է։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշվում է ստանդարտների միջազգային համաշխարհային օրը։ Շատ ուրախ եմ, Սելի լրատվության գործընկերներ, եկեք ստանդարտ սահմանենք, այսուհետ մի քիչ շուտ եկեք զրուցենք։ Դեպքում մի փոքր դժվար կլինի այդ ստանդարտը սահմանել, որովհետև ես ստանդարտներից ուշացող մարդ եմ, չեմ ուզում այդպես երևակայեմ։ Մարիա ջան, ուղիղ եթերում աշխատող մարդը արդյոք կարող է ուշանալ։ Արդյոքը չգիտեմ, բայց Մարիան ուշանում է։ Իհարկե երբևէ ուղիղ եթերից չեմ ուշացել, չէ, ինչ որ մեկ անգամ եղել է, որ ուշացել եմ։ Հետո բա ինչ է։ Եվ ես եմ կարդացել լուրերը, գիտես։ Այո, բայց դա երբ ես ու Տիգրանը հեռուստատեսությունում էինք աշխատում, այո, եւ Տիգրանը իր ֆրակով մտել էր եթեր, կոստյումն է որ քեզ շատ ներկայանալի էր Տիգրանը, սպիտակ կոստյումով եւ սև, ես հիշում եմ, սպիտակ կոստյումով լուրեր ես կարդացել։ Ես չգիտեմ։ Ես այդ օրը հիշում եմ։ Այսպես հավաքվել ենք ընկերները, սա խոսում է նրա մասին, թե որքան կարևոր է տարիների կուտակած փորձը, որովհետեւ այդ փորձի հետևում նաեւ շատ գեղեցիկ հիշողություններ են, որոնք անցկացնում ենք միասին եւ այդ տարիները ել ավելի ամուր են դարձնում ոչ միայն գործընկերային հարաբերություններ, այլ դրանք տանում են մեկ այլ հարթության ընկերական հարաբերությունների։ Ինձ թվում է ռադիոն դրանով երևի թե բոլոր մնացած մյուս աշխատավայրերից շատ է տարբերվում, առանձնանում, որովհետև ռադիոն հենց այդ տուն կոչվածով մի առանձնակի ջերմություն է պարգևում մեզ միմյանց հետ շփվելուց եւ մեր հոգիները դրանից շատ են զվարթանում։ Բայց ինչու են այդ դրել ռադիո տուն։ Կարող են դնել ռադիո շենք, չէ՞, օրինակ ռադիոյի շենք։ Դե այստեղ հարազատների տուն։ Այո։ Դե այլ մանրամասներ Բացառիկ ստացված վայր։ Միացյալ Նահանգներում այսօր հետաքրքիր մի օր է, ծնողներին ընթրիքի հրավիրելու օր է, ճաշի հրավիրելու օր է։ Երեխաներն են հրավիրում ծնողներին։ Ըստ երևույթին դե հա բնականաբար երեխաները գուցե տարիքով երեխաները, մենք միշտ մեր ծնողների երեխաներն ենք,
մեզ մոտ մի տեսակ անսովոր է, որովհետև գրեթե ամեն օր մեծամասնությունը ոչ բոլորը ծնողները մեզ հրավիրում են ընթրիքի կամ իրենք են մեր փոխարեն ճաշ պատրաստում, սա էլ եւ ասում ենք, որ մամայի եփած ճաշը ուրիշ է, միշտ այդպես է, չէ։ Այս պարագայում հետաքրքիր է, որ անսովոր տոներից էին խոսում, այո, այս նմանատիպ տոները ի հայտ են գալիս պահանջից։ Մեզ համար երևի դա ստանդարտ է, որովհետև ճաշի ժամը կամ երեկոյան ընթրիքի ժամը ընտանիքի բոլոր անդամներին հավաքելու համար եւ մի սեղանի շուրջ անցած օրվա արածները ու հաջորդ օրվա անելիքները քննարկելու մի լավ առիթ է եւ շատ ընտանիքներ կան, որ այդ սովորույթին եւ հրաշալի է դա։ Մարիա ջան, քեզ բարի եթեր 2 րոպեից ընդամենը հետևեք լրատվական թողարկմանը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, ուղիղ եթերում ռադիո լուր լրատվականն է, ստուդիայում Մարիա Պապյանը։ Բարև ձեզ։ Թողարկման լուրերը նախ համառոտ առևտրի համաշխարհային կազմակերպությունը իջեցրել է 2026 թվականի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը, վրացական երազանքը կրկին խստացնում է հանրահավաքների անցկացման կանոնները, Զելենսկին հաստատել է ուրբաթ կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Այս ամենի մանրամասները առաջիկա րոպեներին։ 3 հոկտեմբերի 13-ին Եգիպտոսը, Քաթարը եւ Թուրքիան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել եգիպտական Շարմ էլ-Շեյխում, խաղաղության միջազգային գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետը։ Թրամփը դիմել է նրան եւ Ադրբեջանի նախագահ Ալիևին եւս մեկ անգամ հիշեցնելով, որ կարգավորել է հայ-ադրբեջանական տասնամյակների հակամարտությունը։ Եգիպտոսում գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը զրուցել են։ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի ղեկավարների հրավերով են մասնակցել Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին։ Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ միջոցառման շրջանակներում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, հրապարակելով նաեւ լուսանկարներ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքի խաղաղության գավաթաժողովի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի արտգործնախարարների եւ այլ պաշտոնյաների հետ, հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տարածած լուսանկարներում արտգործնախարար Միրզոյանը զրուցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի եւ այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում էլ հոկտեմբերի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում մասնակցել է միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին եւ հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կտրուկ իջեցրել է 2026 թվականին համաշխարհային ապրանքային առևտրի աճի իր կանխատեսումը մինչև 0.5%, հղում անելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետաձգված ազդեցությանը։ Օգոստոսին աճի գնահատականը 1.8% էր։ Հաջորդ տարվա հեռանկարը ավելի մռայլ է, ես շատ մտահոգված եմ, լրագրողներին հայտարարել է առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան։ Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցությունը երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաջորդած ակցիաների ֆոնին հերթական անգամ խստացնում է փողոցային հավաքների կանոնները։ Նոր օրինագծի համաձայն հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա նաև քրեորեն պատժելի եւ կարող է հանգեցնել մինչեւ 2 տարվա ազատազրկման։ Իշխող ուժի ներկայացուցիչ Իրակլի Կիրցխալյան հայտնել է, որ նոր փոփոխություններով նախատեսվում է ակցիային փակ դեմքով մասնակցելու, արդյունքաբեր կամ թունավոր նյութ օգտագործելու, ճանապարհը փակելու կամ ժամանակավոր կառույցներ տեղադրելու դեպքում քաղաքացու նկատմամբ կսահմանվի վարչական կալանք մինչև 15 օր ժամկետով։ Կազմակերպիչների համար կիրառվելու է մինչև 20 օր վարչական կալանք, ակցիայի ժամանակ զենք, պիրոտեխնիկա կամ նմանատիպ առարկաներ պահելը մինչև 60 օր կալանք։ Հանրահավաքը դադարեցնելու մասին ներքին գործերի նախարարության պահանջը կատարելուց հրաժարվելը եւս նախատեսում է մինչև 60 օրյա կալանք։ Նման գործողությունների կրկնակի կատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության մինչև 1 տարվա ազատազրկում։ Արդեն գրեթե 1 տարի է, ինչ Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը, վրացիները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ եւ ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված մասնակիցներին։ Ցույցերը ակտիվացել էին նախորդ տարվա նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի եվրոինտեգրումը մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո։ Իշխանություններն էլ շարունակում են Եվրամիությանը իրենց բողոքը հղել։ Այլ թեմայի անդրադառնանք Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը հնարավոր է համարել, որ ռուսական տեխնոլոգիաներն են կիրառված Հյուսիսային Կորեայի նոր միջմայրցամաքային բալեստիկ հրթիռում։ Միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան նախորդ շաբաթ ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է գերժամանակակից միջմայրցամաքային բալեստիկ Հվասոն 20 հրթիռը, որը կարող է հարվածել Միացյալ Նահանգներում գտնվող թիրախներին։ Եվ հայտնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ուրբաթ Վաշինգտոն ժամանելու եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին։ Ռուսական զորքերը կառավարվող ռումբերի միջոցով էլ հարձակվել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի Խարկովի վրա, հարվածներից մեկի հետևանքով վնասվել է հիվանդանոցը, տեղական իշխանությունների հաղորդմամբ 3 շրջաններում հոսանքազրկվել է 30,000 սպառող։ Թերևս այսքանը, մենք եթերում կհանդիպենք ձեզ հետ արդեն ժամը 11-ին ռադիո լուրի տաղավարից, իսկ այժմ խոսափողը սիրով զիջում եմ գործընկերներիս։ Սուրճ ու սեր առավոտից։ You're just so good to be true. I can't take my eyes
Feels like heaven to touch, and I wanna hold you so much. As long as love is right, and nothing got in my life. You're just so good to be true. I can't take my eyes off you. I know the way that I stare. There's nothing else to compare. That side of you leaves me weak. There are no words left to speak. But if you feel like I feel, please let me know that it's real. You're just too good to be true. Can't take my eyes off of you. I love you, baby, and if it's quite alright, I love you, baby. To all the lonely nights, I love you, baby. Trust in me when I say I love you, baby. Don't beat me down, I pray. I love you, baby. Now that I found you, stay and let me love you, baby. Let me love you. You're just too good to be true. Can't take my eyes off of you. You'll be like heaven to touch. I wanna hold you so much. As long as love is right, and I think out of my life. You're just too good to be true. Can't take my eyes off of you. Can't take my eyes off you. I love you, baby, and if it's quite alright, I love you, baby. To all the lonely nights, I love you, baby. Trust in me when I say I love you, baby. Don't beat me down, I pray. I love you, baby. Now that I found you, stay and let me love you, baby. Let me love you. I wanna hold you so much, so much. So much. Can't take my eyes off you. Oh, I love you, baby, and if it's quite alright, I love you, baby. To all the lonely nights, I love you, baby. Trust in me when I say I love you, baby. Don't beat me down, I pray. I love you, baby. Now that I found you, stay and let me love you, baby. Let me love you. Սուրճ ու սեր առավոտից։ 11:11 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոն ուղիղ եթերում սուրճ ու սեր առավոտից հաղորդումը մենք շարունակում ենք։ Մեր ընթացքն ենք շարունակում հաճելի լավ տրամադրությամբ կարևոր տեղեկությունները կարծես թե արդեն փոխանցել ենք ձեզ հարգելի ռադիո լսողներ լրահոսին էլ ծանոթացաք ռադիոլուրի մեր շատ ելի գործընկեր Մարիան ներկայացրեց վերջին նորությունները եւ հիմա անցնենք հաջորդ այսպես ասած տոնի։ Այո, հոկտեմբերի 14-ին նշվում է հոլի միջազգային օրը։ Հնդկական հոլի տոնի մասին չի խոսքը, մեր խաղերի մասին է խոսքը, հոլը շատ շատերը գիտեն ինչ։ Մեր մանկության խաղերն էին այդ խաղերը ու հիմա ես նայում եմ մեր այսպես ասած սեղանին եթերային, եթե դուք մեզ դիտում եք ոչ լսում եք, քիչ անց դուք էլ կտեսնեք ամբողջ իմ մանկության խաղերը այսօր մեր եթերային սեղանին են հայտնվել, ինչը տանում է ինձ դեպի
գեղեցիկ բարի մանկություն։ Ասենք թող միանան www.radio.am կայքով դիտեն մեզ, նաև Facebook-ով եւս լայվը կա, նաև գրեք, զրուցարանները եւս սպասում են ձեզ եւ մենք էլ ողջունենք մեր այսօրվա հյուրին, դիզայներ, դեկորատոր Միսակ Իսկանդարյանն է։ Ողջույն, բարի լույս։ Իր հետ բերելով այս գունեղ հետաքրքիր խաղալիքներ ասեմ, թե չէ, խաղալիքներ չեն իրենք, չէ, խաղեր էսպես անվանենք։ Կարելի ասել այո, խաղեր կոնկրետ հոլերը հենց մեր հոլը հայկական, տարբերվում է ընդհանրապես աշխարհում շատ երկրներում կան հոլեր, նմանատիպ խաղեր, բայց հայկական հոլը տարբերվում է իրենցից նրանով, որ ինքը կոնկրետ խաղ է, ոչ թե խաղալիք։ Բոլոր երկրներում հիմնականում այդ հոլը պատտում են ինչ որ տրյուկեր են ցույց տալի, հա, այն հնարքներ են ցույց տալի, բայց մեր դեպքում կան մի քանի նույնիսկ խաղեր, որոնք որ ունեն կանոններ եւ նույնիսկ կանոններ կան, հա, մրցաշարեր էլ կան, մրցումներ էլ կան։ Եվ ինչ պատմություն ունեն այդ խաղերը, մի քիչ պատմեք, էլի, հոլի սկիզբը։ Հոլի սկիզբը հիմա խաղ ենք իրեն դիտարկում, բայց ես ճիշտն ասած ես չգիտեմ ինչքան հին է հայկական հոլը, մոտավոր, բայց ասեմ, որ հայկական հոլը դասում է մարտական խաղերի դասին, այո։ Ինչու զարմացած չենք։ Դե հիմնականում տղաների վերաբերող խաղերը Հայաստանում միշտ մարտական խաղերի դասին, հիմնականում մարտական խաղերի դասին են դասվում։ Եթե խաղացել ենք հոլ, բոլորս էլ կհիշենք ինչքան օգնում էր որ մարզվեին ու երեկոյան որ արդեն մութը ընկնում էր էլ չենք կարողանում հոլ խաղալ, արդեն հոգնած գնում էինք տուն։ Այդքան էլ հեշտ չի հոլով խաղալը, բավականին դժվար է ու երբ որ ամբողջ օրը խաղում ես, դու այն աստիճանի ես հոգնում, որ Հիմա նրանք դարձել են կարծես նաև որպես այդպիսին հուշանվերներ էլ, որովհետև ես տեսնում եմ հատուկ պատրաստված հոլեր, մեր նուրն է, Հայաստան է գրված, սա նաև նրա համար է արված, որպեսզի զբոսաշրջիկները գալով Հայաստան իրենց հետ տանեն մեր գեղեցիկ այսպես խաղերից, հա, ինչ ասեմ, ավանդույթիկներից։ Այո։ Հենց որպես հուշանվեր իրեն պատրաստելու միտքը հենց եկավ նրանից, որ ես հիշում եմ, որ փոքր ժամանակ մենք բան ենք անում, թռցնում ենք էլի մայրիկների, քույրիկների այդ եղունգների լաքը, հա, փորձում ենք հոլերի վրա նկարել, դե իհարկե նորմալ բան չէր ստացվում, վերջում ներկում ենք ամբողջությամբ, ու տենց ենք խաղում։ Ինչից է պատրաստում, մենք գիտենք փայտը, տեսնում եք գունազարդած, ինչ փայտ է օգտագործում։ Ես օգտագործում եմ բան հաճարենի, որովհետև ինքը բավականին ամուր փայտ է, շատ թանկարժեք փայտ չի, այսինքն խաղալիքի համար, խաղի համար արդեն հարմար է։ Ու հնարավորինս համարյա թե համասեռ փայտ է, որովհետև մշակվում է բնականաբար։ Բարդ է գործընթացը պատրաստման, որովհետև այդուհանդերձ ես տեսնում եմ, որ կոնկրետ հաշվարկ պիտի արվի ճիշտ, եթե ուզում ենք ունենալ ճիշտ հոլ։ Շատ նրբություններ կան, այդ ամբողջը հիմա եթերում չեմ էլ կարող է։ Նաև չափերի պահով ավելի մեծ չի կարող լինել սա փաստորեն։ Չէ, ավելի մեծ էլ է լինում, փոքր է լինում, սա ամենաօպտիմալ չափն է իմ կարծիքով, որ փոքրերն էլ մեծերն էլ կարող են խաղալ այս չափի հոլերով էլի։ Ես գիտեմ փոքրիկների, որոնք այնքան վարպետորեն են խաղում հոլ, ինչը ես ենթադրում եմ, որ ես երկար ժամանակ չեմ խաղացել եւ վստահ եմ, որ չեմ կարողանա ճիշտ խաղալ, բայց այստեղ վարպետություն է պետք յուրատեսակ։ Սպոսաշրջիկներին փորձում եք սովորեցնել խաղալ։ Անպայման, նույնիսկ եթե լեզվի այդ բարիերը չի լինում, հա։ Հիմնականում հայերենով ու ռուսերենով, եթե չգիտեն հոլ պտտել, նույնիսկ փորձում եմ իրենց բացատրել մանրամասն, ասում եմ վիդեո արեք։ Իսկ ինչու ուղեցույց չունեք տպագրած դրված շատ ավելի լավ բան է ստացվում, որովհետև երբ որ ես ասում եմ, որ հեռախոսով վիդեո անեն, մանրամասն, մանրակրկիտ բացատրում։ Հետո տարածվում է Սա էլ է շատ կարևոր։ Այստեղ մենք սեղանին տեսնում ենք ոչ միայն հոլ, այլև այլ, այսպես ասած, խաղեր եւս։ Եկեք ներկայացնենք առանձին։
Դե հոլերը դե բոլորս գիտեն։ Դե համեր հոլերն են։ Եվս մի հոլի տարբերակ կա, որը Սա հեշտ է։ Ну, ես իրան անվանում եմ ֆրիկ։ Ֆրիկ, հա, այս ֆրիկները հեշտ է օգտագործել, իրականում խաղալ, բարդ բան չկա։ Ինքը շատ լավ անտիստրես է, ես շատ եմ սիրում, այո, որովհետև միշտ երբ որ տենց նյարդայնանում եք, օգնության է հասնում ֆրիկը։ Այդքան նյարդանալու համար չէ, մտածել էլ է շատ օգնում, ուղղակի եթե ինչ-որ բանի մասին մտածում ես, իրան խաղում ես։ Այս յոյոներն են։ Յոյոները հիշում եմ։ Ամբողջ աշխարհում էլի տարածված են։ Այս վերջերս կարծացի, որ յոյոները Ֆիլիպիններում են ի հայտ եկել ու ի սկզբանե օգտագործվել են որպես զենք։ Հարվածելու։ Շատ լավ տարբերակ է։ Ես սրանից տո մեկ յոյո կպահեմ իմ պայուսակի մեջ իբրև խաղալիք, բայց պաշտպանողական լավ միջոց է։ Ես մեծ աճույքով կնվիրեմ։ Էտունից ես ուզում պաշտպանվել, էլ ասա տեսնենք։ Դա հիմա Բայց շատ լավ են։ Բայց պաշտպանվելու համար ավելի լավ է երևի թե պարսատիկը։ Պարսատիկները մեր մանկության չարաճճի խաղալիքներն են։ Հիշում ես, խաղացել ես պարսատիկներով, չես խփել որևէ մեկին։ Ոչ, երկե չեմ հարվածել, խելոք։ Ես հարվածել եմ։ Ես խելոք չեմ եղել։ Ես չարաճճի եմ եղել։ Այ Ուներ են պարսատիկները։ Այո, որովհետև միտքը ինչու՞մ էր, ոչ թե նրանում, որ մենակ մեր խաղերը, խաղալիքները ցուցադրենք, նաև իրան որպես գործ կարողանանք ներկայացնել ու քանի որ ես զբաղվում եմ հուշանվերների պատրաստմամբ ու կրթությունս էլ արդեն բավարար էր որ կարողանայի այդ եղունգների լակով չէ իսկապես ներկերով նկարել դրա համար որոշեցի ավելի գունեղ ու ավելի աչքի համար հաճելի պատրաստել որ ես այստեղ հայկական նախշեր եմ տեսնում Ճիշտ եմ, չէ։ Այո, հայկական, այստեղ հիմնականում հայկական զարդանախշեր են, կարպետի նախշեր են, ժայռապատկերներ։ Այդ ժայռապատկերներն էին հետաքրքիր, այստեղ մեր դրոշի գույներով կարազարդումներ կան։ Կարպետի նախշերով մեր դրոշի գույներն են։ Այդ դիզայնով ով է զբաղվում։ Դուք եք ամբողջությամբ։ Այո։ Ինչ գալիս է մտքին, հա, այդպես ստեղծում եք։ Շատ ժամանակ ճիշտն ասած շուկան էլ է թելադրում, թե ինչ կարելի է, բայց միևնույնն է, դա մինչև չփորձես չես հասկանա։ Սպասաշրջիկներին մեր այս հայկական հետաքրքիր հուշանվերներից որն է ամենից շատ գրավում եւ ամենից շատ զարմացնում։ Դե պարսատիկները բոլորը գիտեն։ Սարազենք է, հա, սարազենք։ Ահա շատ լավն են։ Պարսատիկները հետո հոլերը հարցնում են, էս ինչ է, մեկ մտածում են աղամանը, մեկ մտածում են ինչ-որ բանի դիրքից։ Ահա։ Հետո մինչև երբ որ բացատրում է ցուցադրում։ Սկսում են խաղալ, չի ստացվում, նյարդայնանում են, հետո ստացվում է ուրախանում են։ Դե մի անգամից չի ստացվի, չէ, առաջին անգամից կստացվի։ Դե օգնում եմ ես իրենց։ Շատ-շատերի մոտ նույնիսկ առաջի անգամից կարող է ստացվել իհարկե ամենահեշտ ձևով էլի, որովհետև հոլը պատտելու 4 մեխանիզմ կա, հա։ Այո։ 4 մեկը կոչվում, այո։ Մի ամբողջ գիտություն։ Դե պատմեք էլի այդ տարբերակները։ Առաջի տարբերակը ամենահեշտն է կոչվում էր աղջկա վարի։ Դրա համար է հեշտ, հա։ Այո։ Երկրորդ տարբերակը ղայթան քաշներ, չնայած այդ բառը չեմ սիրում, որտեղ ղայթանը թուրքերեն բառ է, հենց նույն պարանն է։ Նույն պարանը քաշելով, հա։ Փաթաթվում էր, այո, հոլը նետվում էր ու պարանը հետ էր քաշվում։ Ես այդ տարբերակը գիտեմ, աղջկա վարի տարբերակը ո՞րն է։ Դե բոլորն էլ կարող եմ ցուցադրել, կար նաև տղավարի, որը որ մի քիչ ավելի բարդ էր ղայթանքաշից, հոլը պետք է այնց հաշվարկով նետեիր, որ գետնին հասնելուց արդեն պարանը վերջանար ու ինքը պտտվեր։ Եվ ամենավերջին ու ամենաբարդ տարբերակը մենք վերտալյոտ էինք ասում, երբ որ պետքա իրան գցեիր օդից բռնեիր։ Դժվար թե մենք հիմա տաղավարում օդում ձեռքով բռնեիր, հա։ Ցուցադրել։ Ես ոչ մի խնդիր չունեմ, կարող եմ։ Եթե ոչինչ չեք վնասի, կարող եք ինչ ոչ։ Վստահ եք, որ չի վնասվի ոչ մի բան։ Մի րոպե, գցում եք օդ եւ օդում բռնում եք, թե ափով ճիշտ եմ, հասկանում եմ, շարունակվում է պտտվել։ Մրցաշարեր ասեցի անում եք։ Լինում է, հա, իհարկե։ Տարիք ճանաչում են այս խաղերը, տարիք։ Ես միշտ ինձ որ հարցնում են, ես բոլորին ասում եմ 5 տարեկանից մինչև 50-60 տարեկան երեխաները կարող են խաղալ։ Երեխաները այստեղ բանալի բառն է, դա շատ կարևոր է։ Դուք որքան հաճախ եք խաղում։
Ես բացի այն որ շաբաթվա մեջ բոլորը փորձարկում եմ շաբաթ կիրակի օրը ամբողջ օրը, որովհետև վերնիսաժում վաճառում եմ ու ստիպված բոլորին ցույց տալով խաղում եք։ Ստիպված չհաճիկով։ Բայց դա իրոք անտիստրես է, կարող խաղալ մոռանալ ամեն ինչի մասին։ Վերջին անգամ երբ եք պարսատիկով չարաճճություն արել։ Նու այ ճիշտն ասեմ, ես պարսատիկով չեմ էլ սիրել չարաճճություն անել, որովհետև չնայած այն բանին, որ մեր բակի համարյա թե բոլոր պարսատիկները ես եմ սարքել, որովհետև իմ մոտ լավ էր ստացվում։ Ահա։ Ճիշտն ասած, աչքիս առաջ իմ աչքի առաջ մի հատ ծիտ խփել են ու դա ինձ էր իմ վրա ազդել, որ չեմ կարողացել էլ ծտերին։ Եղել է որ նետել եք ուրիշ ուղղությամբ է գնացել ինչ որ մեկին է դիպչել, ցավեցել։ Ճճություններ բոլորս ենք իմ իհարկե ժամանակին արել ենք, բայց սրանք իմ ամենասիրած խաղալու ձևը պարսատիկով ես ուղակի բանկաներ էի դնում։ Այո, փորձում էիք նշանակետ բռնել ու այդպես մարզել տեսողությունը ինչու ոչ, հավասարակշռությունը, դիպուկահարություն, դե բարդ բան է իրականում հեշտ չի, պարսատիկով էլ հեշտ չի, այսպես մենք հիմա խաղի ենք վերածում, բավական դե բոլորը պաշտպանողական զենքեր են կարծես, այսպես ասենք։ Հա, սա միայն դա էլ նյարդերն է հանգստացնում ֆռիկը։ Այո։ Կախված իհարկե տեսքից դուք փորձում եք համահունչ նկարազարդումներ էլ անել բնականաբար։ Այո, հայկական զարդանախշերով, նախշերի մեծամասնությունը հիմնականում իմ էսքիզներն են, բայց օգտվել եմ նաև հայկական զարդանախշերի գրքերից եւ այլն։ Հետաքրքիր է։ Շատ հաճելի ու հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեցիք, որն է ամենաանվնասը մեկ փորձարկում կանեք, որը չի վնասի ստուդիան կամ միկրոֆոնները։ Հոլ ենք անում, հիմա հոլ եմ անելու։ Աղջկա վարին, թե չէ։ Որն եք ուզում։ Տենց միևնույնն է, դուք որոշեք որով եք անում։ Կարող չեք կանգնել։ Կանգնեք, տեսնենք կադրը ինչպես կլինի, հուսամ, ահա։ Եկեք մի քիչ ուղակի այս կողմ դեպի մեզ, ահա, որպեսզի մեր ռադիոլսողներն էլ տեսնեն։ Դե գիտեք, պարանը փաթաթում ենք ճիշտ հոլի վրա։ Եվ պետք է նետեք հիմա հատակին։ Հատակին ենք նետելու։ Դուք ասեք, ես ուզում եմ ափի մեջ պահեք։ Ախ, այ, ինչ որ բան չստացվեց։ Հատակի վրա պտտվում է միջալոց, ասեմ ձեզ։ Ահա, մենք բարձրացրեցինք։ Ինչքան հետա։ Եկեք կարող եք մի հատ էլ։ Իհարկե, մի հատ էլ կփորձենք այստեղ։ Սա ամենաբարդն է, չէ՞, որ օդում պտտեցնում ես եւ փորձում ես ափի վրա պահել։ Օպա, ստացվեց։ Ահա, ստացվեց։ Հիմա հոլը ես Գեցես Լուսինեն դու։ Դե արդեն բարդ չի, ամենաբարդը արվել է։ Դու ադամանդ ես, գեցես։ Ես բրիլյանտ եմ, այո։ Ադամանդ։ Զմրուխ։ Ես ծափարոցեր հնչեցնեմ։ Հնչեցրու։ Ուր են մեր ծափարոցները։ Ահա, ծափարում են ձեզ հիմա մեր եթերում։ Ահա։ Բրիլյանտ ուժ կերպ է հնչում էլի, դրա համար փոխեցի։ Դու հայկական ադամանդ ես։ Դե հա, մի խոսքով լավ, ինչևէ։ Շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ նաև իմանալ այս ամենը միայն վերնիսաժից են պեղում, ձեռք բերում, թե կան տեղեր, որտեղ վաճառվում են կամ պատվիրել գուցե եւ հիմնականում հուշանվերների խանութներում, այո։ Duty free-ում էլ կա։ Հա, նույնիսկ, այո, ես տեսել եմ, ճիշտ է, մեր տեղական duty free-ում տեսել եմ նման բաներ, այստեղ ոնց անենք, որ մեր երեխաներն էլ ավելի հետաքրքրված լինեն այս խաղերով։ Այդ բակերում տեսնել, որպես երեխաները խաղում են։ Եվ հեռախոսից մի քիչ դուրս գան, չենք ասում ամբողջովին, դա անհնար է իհարկե։ Բայց լավ բան է։ Այստեղ ռադիոլսողներ գրում են ոնց էինք խաղում, հիմա էլ կարող ենք խաղալ։ Մինչև հոգով երիտասարդները անverջ կարող են խաղալ։ Մինչև 60 տարեկան երեխաները։ Ավել ինձ թվում է։ Միջայլոց ասեմ, մոռացա ասել, մարզերում էլ են վաճառվում։ Դա բնականաբար։ Իմ շատ մտերիմ ընկերներից մեկը Գագիկ Մխիթարյան, ինքն էլ ինֆռիկը։ Այո, ահա։ Ինքն իր մոտ էլ վաճառվում ու էլի շատ դիլիջանում տարբեր մարզերում։ Դե մեր մարզերում, զբոսաշրջային կենտրոններում, այսպես ասած, միշտ պետք է լինեն, որովհետև այս ցանկացած երկիր գնալուց պետք է իրենց հետաքրքիր, այսպես փոքրիկ ինչ որ հուշանվերիկներին ծանոթանալ եւ ձեռք բերել։ Տեսեք, օրինակ ինձ էլ տուրիստները որ հարցնում են
վայ չգիտենք, պարսատիկ տանենք, հոլ տանենք, բան, ասում դե տեսեք, յո պարսատիկ ամեն երկրում էլ կարող եք առնել, բայց հոլ դժվար է։ Ահա, ճիշտ եք, այո։ Այնպես որ հոլը այդուհանդերձ դե ինքը ծանր էսպես լուրջ։ Ես հիշում եմ մեր տարիների մանկության հոլեր եւ առանց գունազարդման, այսպես պարզապես փայտը թեթև այդպես վրայից հարթությունները խաղում ենք, այո, ես էլ էի շատ խաղում հոլ։ Բայց այսպեսի գեղեցիկ տեսք չունեին։ Դե հա, բնականաբար այն ժամանակ էսթետիկ մասին այդքան էլ ուշադրություն չէր դարձվում ընդհանրապես։ Ես շատ օրինակ կուզեի, որ մեր երեխաները դրսում նորից խաղային այս գեղեցիկ խաղերը։ Կարծում եմ մարզերում կա այդ ավանդույթը ինչ որ չափ, բայց Հավատացեք Երևանում էլ կա, մեր բակում էլ օրինակ մեր բակի երեխեքին հակին բաժանել են։ Դուք եք մեղավորը, որ ձեր բակի երեխաները խաղում են։ Այստեղ երևի թե ծնողները պիտի ավելի ուշադիր լինեն, որպեսզի իրենց փոքրիկների համար ձեռք բերեն, սովորեցնեն, հետաքրքրացնեն եւ իհարկե դրսում արդեն թիմային աշխատանք, մենք շատ ենք խոսում այդ թիմային աշխատանքի մասին, բայց այսպիսի խաղերը եւս կարող են միավորել երեխաներին եւ արդեն թիմային մտածողություն ձևավորել։ Նաեւ երեխայի ռեակցիան կարող է զարգացնել։ Ֆիզիկական լուրջ աշխատանք է պետք հոլ խաղալու համար, այնպես չի որ հեշտ է այդքան։ Մի անգամ պատտել է հեշտ է, երկուսը արդեն էլի հեշտ է, 5, 10, 20 անգամ երբ որ մկանները պետք է ձեռքի ճիշտ աշխատեն, այո։ Շնորհակալ ենք ձեզ։ Այո, շնորհակալ ենք լավ աշխատանքի համար, հետարքիր, այսպես հա երեխաներին զբաղեցնող։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք դիզայներ, դեկորատոր Միսակ Իսկանդերյանի հետ։ Ձեզ մաղթում ենք հաջողություն եւ նորանոր գեղեցիկ հոլեր ու այլ հայկական այս հուշանվերներ, որ զարմացնեք մեզ եւ զբոսաշրջիկներին։ Շնորհակալություն, շնորհակալություն։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:33 րոպե մենք վերադարձանք, հասցրեցինք լուսանկարվել մեր հյուրի հետ։ Այո, սուրճ ու սեր առավոտից փորձում ենք փոխանցել ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ուրախ ենք, որ դուք արձագանքում եք մեզ։ Փորձում ենք իհարկե հաճելի տրամադրություն փոխանցել եւ այսօր անդրադառնում ենք հետաքրքիր, այսպես ասած, տոների։ Նաեւ անսովոր տոների մասին խոսեցինք։ Անսովոր տոների մասին էլ խոսեցինք։ Բայց հիմա շատ ավելի լուրջ տոն է, օրվա մասին պետք է խոսենք։ Յուրաքանչյուր տարի այսօր հոկտեմբերի 14-ին նշվում է նաեւ ստանդարտների համաշխարհային օրը։ Այո, սա կարևոր է իրականում 1946 թվականի այսօրը Լոնդոնում բացվել է ստանդարտացման ազգային կազմակերպությունների համաժողովը, որտեղ աշխարհի 25 երկիր, այդ թվում նաև Խորհրդային Միությունը ներկայացրել է 65 պատվիրակ։ Նրանց աշխատանքի շնորհիվ ստեղծվել է ստանդարտացման միջազգային կազմակերպությունը։ Ինչու ենք մենք խոսում այս մասին, որովհետև ստանդարտները ազդում են մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Ստանդարտները երաշխավորում են, որ արտադրանքը եւ ծառայությունները աշխատեն այնպես, ինչպես մենք ակնկալում ենք, օրինակ նրանցից դարձնելով կյանքը առավել ապահով եւ հաճելի։ Ստանդարտներն անհրաժեշտ են առավել արդար եւ կայուն խաղաղություն ստեղծելու համար։ Ստանդարտացման ամբողջ համակարգը կառուցված է գործակցության վրա։ Դրա վկայությունն է գործակցության ուժն ու հավատը, որոնց շնորհիվ իրական լուծումներ են առաջադրվում կայուն զարգացման համար։ Նաեւ ասենք, որ այսօր նաեւ հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը, նաեւ բարձրացնել ստանդարտացման կարևորության ըմբռնումը, այնպես որ արի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին շնորհավորենք, ովքեր գործ ունեն ստանդարտների հետ։ Այո, եւ այդ ստանդարտները շատ կարևոր են որակի վկայության տեսանկյունից, եւ երբ դու գնում ես որևէ օրինակ եմ ասում, իրես ընտրում ու փորձում ես նայել ինչ ստանդարտ ունի, ըստ այդմ որոշում ես դու դա ձեռք կբերես թե ոչ, քո պահանջներին համապատասխանում է թե ոչ։ Սա նաեւ հրաշալի հնարավորություն է ճիշտ կողմնորոշվելու տեսանկյունից, եթե դու ուշադրություն ես դարձնում այդ ստանդարտներին, իսկ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է ուշադրություն դարձնի այդ ստանդարտներին։ Մենք շարժում ենք առաջ, առջևում կինոաշխարհից լուր ունենք, մնացեք մեզ հետ։ Aquí otra vez estoy pensándote, no sé por qué te extraño, si somos dos extraños, yeah. Comenzó con un beso apretado y terminó un poco más descarado, ay Dios mío, ¿qué fue lo que hicimos, yeah? Es que la noche fue oportuna, pa' lo que siento no hay vacuna, y es que yo no te puedo olvidar, y tu belleza que no me ayuda. Tú abusas, me usas, lo sabes, me gusta. Y por más que trato, no se me quita, esto no se me quita. El sabor de tu boca sigue estando en mi boca. Eso no hay quien lo frene, fue sin aviso. Y ahora me tiene la mente en la luna y los pies en el piso. No se me quita, esto no se me quita. El sabor de tu boca sigue estando en mi boca. Y eso no hay quien lo frene, fue sin aviso. Y ahora me tiene la mente en la luna y los pies en el piso. Mamacita, yo te vi, me gustaste tanto. Pasaste por el lado y me quedé mirando. Sentimos una conexión de inmediato. Me subiste al cielo y me quedé ahí un rato, baby. Es que tu cintura candela te pega así, ya siento que tu piel me quema morena. Descontrola mi sistema. Tienes algo que no lo tiene cualquiera, mi nena. Y es que la noche fue oportuna, para lo que siento no hay vacuna. Y es que yo no te puedo olvidar, y tu belleza que no me ayuda. Tú abusas, me usas, lo sabes, me gusta. Y por más que trato, no se me quita, esto no se me quita. El sabor de tu boca sigue estando en mi boca. Y eso no hay quien lo frene, fue sin aviso. Y ahora me tiene la mente en la luna y los pies en el piso. No se me quita, esto no se me quita. El sabor de tu boca sigue estando en mi boca. Y eso no hay quien lo frene, fue sin aviso. Y ahora me tiene la mente en la luna y los pies en el piso. Aquí otra vez estoy pensándote, no sé por qué te extraño, si somos dos extraños,
Yeah. Comenzó con un beso prestado y terminó un poco más descarado. Ay, Dios mío, ¿qué fue lo que hicimos? No se me quita, esto no se me quita. El sabor de tu boca sigue estando en mi boca. Y eso no hay quien lo frene. Fue sin aviso. Y ahora me tiene la mente en la luna y lo que en el piso. No se me quita. Ricky Martin. El sabor de tu boca. Maluma, baby. Sigue estando en mi boca. Mamacita. Eso no hay quien lo frene. Fue sin aviso. Once again. Y ahora me tiene la mente en la luna y lo que esa combinación no falla, parceros. The station with the best music. Best music. I love the music. Best music. Սուրճ ու սեր առավոտից 19:39 րոպե Մալումա եւ Ռիկի Մարտին դուետներ մեր եթերում Իլիչայլոց կան երգեր, որոնք քեզ սպառացնում են, նույնիսկ եթե դու նստած ես եւ չես կարող շարժվել աշխատավայրում ես, հետևեք իմ օրինակին։ Այո, նստած կարող ես սպառել։ Ինչու մենք չսպառենք, այո։ Առավոտյան ռիթմերը եւս շատ կարեւոր են ակտիվության Այո, հետարքի լուր ունենք կինոաշխարհից, բայց սա այդ ինֆորմացիան բոլոր նրանց համար է, ովքեր նախընտրում են ավելի ճիշտ սերը տարիք չի ճանաչում սկզբունքին են հետևում։ Հակառակ այս պարագայում ստացվում է, որ ինքը կոնկրետ սահմանափակումների մեջ է դրել տարիքային։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ այդ տարիքի վրա ֆիքսվել ինչ բարդ է։ Դե բասում սերը տարիք չի ճանաչում։ Ինձ թվում է այստեղ մայրիկն է զուտ հավա։ Ինչի մասին է խոսքը, եկեք հասկանանք 50-ամյա Լեոնարդո Դիկապրիոն վաղուց հայտնի է իր 25 տարեկանից փոքր կանոնով։ Նա գրեթե միշտ հանդիպել է 25 տարեկանից փոքր կանանց հետ, սակայն նրա նոր սիրավեպը 27-ամյա մոդել Վիկտորիա Չերետի հետ բացառություն է ասում։ Ինչ դժբախտություն, 2 տարի խախտվել է այդ կանոնը։ Բայց մաման իր այսպես գործոն ունեցել է։ Դե հա էլի դեմ ասում, մայրիկը հավանել է։ Աղբյուրները փոխանցում է, որ դերասանի մայրը կարևոր դեր է խաղացել այս որոշման մեջ։ Վիկտորիան, այսինքն նոր ընտրյալը, բոլորովին տարբերվում է Լեոյի նախկին ընկերուհիներից, նրան ավելի դժվար է տպավորել, նա բարձր չափանիշներ ունի։ Խելացի աղջիկ է։ Նաև հավելել են, որ Վիկտորիան արագ ընկերացել է Լեոնարդոյի մոր հետ։ Խելացի աղջիկ է։ Եվ պահպանում է խիտ գրաֆիկ, ոչ թե պարզապես հետևում է նրան ամբողջ աշխարհում։ Խիտ գրաֆիկը ինչ նկատի ունեն, դա եմ ուզում հասկանալ։ Չգիտեմ։ Մի խոսքով, այո, սերը տարիք չի հարցնում եւ տարհեստական Բայց ասեմ քեզ, նա նաև մեկնաբանել է իր այդ սիրավեպը, եթե սերը իրական է, ապա նախանձելու պատճառ չկա։ Սերը պաշտպանում եւ վստահություն է տալիս։ Նա նաև խոստովանել է, որ Դիկապրիոյի պաշտամունքային Տիտանիկ ֆիլմի երկրպագու է եղել, որը թողարկվել է իր ծնվելուց 1 տարի առաջ։ Դե հա, այստեղից էլ սկսվել է ամեն ինչ, հա։ Ինչ ասեմ, շատ լավ է, որ նրանք սիրահարված են, ասում են, այսպես ասեմ։ Դերասանը պատրաստի դեպ լուրջ հարաբերությունների Դիկապրիոն, նույնիսկ եթե դա խախտում է նրա 25 տարեկանից ցածր կանոնը։ Այդ 25 տարեկանից ցածր կանոնը, որ նա արհեստացին հորինել, ուզում եմ հասկանալ, ինչ բարդույթից է ցանկացել ազատվել։ Եվ ընդամենը 2 տարի այս կողմ այն կողմին ինչ պատմություն են դարձնում։ Բայց ինչու, եթե 2 տարին գումարում ես, բաժանում ես օրերի Մի արա Տիգրան։ Բավականին մեծ տարբերություն կա։ Մի խոսքով եկեք չբարթացնենք մեր կյանքը եւ ուղղակի եթե սիրահարվել ենք, սիրում ենք, ինչ ինչպես Մադոննան գնաց իր ընտրյալի ծնողների տուն, ծանոթանալու պարզվեց, որ նա ծնողների տարիքին է։ Դե հա, որովհետեւ 25 տարի փոքր, ճիշտ է։ Մի բան էլ ավելի փոքր տղայի հետ է։ Եվ ապրում են Չաղու երջանիկ, բախտավոր։ Կարևորը նրանք երջանիկ են, բախտավոր։ Կարևորը երջանիկ են։ Լսենք Մադոննային, համելառիթ է։ Look around, everywhere you turn is heartache. It's everywhere.
Dean on the cover of a magazine. Grace Kelly, Harlow Jean, picture of a beauty queen. Jean Kelly, Fred Astaire, Ginger Rogers, dance on air. They had style, they had grace. Rita Hayworth gave good face. Lauren Catherine Manitou, Betty Davis, we love you. Ladies with an attitude, fellas that were in the mood. Don't just stand there, let's get to it. Strike a pose, there's nothing to it. Սուրճ ու սեր առավոտից։ Դե իհարկե հանրային ռադիո առաջին ալիք 10:46 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է։ Շարունակվում է հարգելի ռադիո լսողներ, լավ ռիթմերը կան, լավ տրամադրությունը եւս կա, ամեն ինչ էլ կա։ Ինչ չկա։ Օ, ինչ հրաշալի է։ Շատ հրաշալի է, այո, հրաշալի է, իսկապես հրաշալի է։ Կինոաշխարհից եւս մեկ լուրն է, սա կարելի ասել անհետ լուրերի շարքից է, ինչու որովհետեւ 61-ամյա Բրեդ Փիթը եւ նրա 32-ամյա ընկերուհին Ինեսիկը Դե այդպես է, Ինես Դերամոնը։ Ինեսիկը ասում, ես գիտեմ։ Հաջորդ քայլն են արել եւ իրենց հարաբերություններում նրանք ինչ ես կարծում, ինչ են արել։ Այլ հարթություն են տեղափոխվել։ Տեղափոխվել են նոր տուն։ Ընդհանրապես։ Հա, եւ ապրում են միասին։ Վայ, շնորհավոր լինի, եւ բայց ես քեզ ասեմ, որ 2022 թվականից առաջին անգամ Կարմիր գորգին հայտնված զույգը Վենետիկի փառատոնում վերջապես նոր տենց տուն են տեղափոխվել։ Հետո էլ բողոքում եք, խնդրեմ, մարդիկ քանի տարի ընկերություն են արել, նոր տեղափոխվել են նոր տուն։ Այ, շնորհավոր լինի, ինչ ասեմ, տարօրինակ իսկապես։ Բրեթը Ինեսին ներառում է իր բոլոր ուղևորություններում, բայց դա էլ ասենք շատ տնական մարդ է։ Իսկ տանը նրանք պարզապես միասին հանգստանում են։ Նրանք իրենց տունը իսկապես տուն են դարձրել։ Իսկ տունը տուն չի լինում։ Տնայած տուն։ Չէ լուրջ եմ հարցնում։ Տնայած տուն։ Կարող լինել տուն, բայց տուն չլինել։ Իրենց բարակայում ինչ որտեղ էին ապրում, որ տանը չէին ապրում։ Այ դա հյուրանոցներում այստեղ հարցեր են առաջանում, բազմաթիվ հարցեր են առաջանում, բարձով էին մնում, հիմա իրենց սեփական ունեն ըստ երևույթին, ենթադրում եմ։ Դες իր տարօրինակություններ ասեցիր, հետաքրքիր մի տարօրինակ այսպես ճապոնացի մի գիտնական փորձ է անում ստեղծել տարօրինակ բույսեր։ Ինչու են այդ բույսերը տարօրինակ, որովհետև դրանք պետք է կարողանան շարժվել ու հրաժարվել վնասակար միջավայրից։ Այսինքն, պատկերացնում ես, գնում ես ծաղիկ ես տեսնում, գեղեցիկ, ասում ես, վայ, ինչ գեղեցիկ է, արևը մի քիչ շատ է տաքացնում։ Չէ, ծաղիկը փախնում է արևից, ուղղակի որ չայրվի, այո, եւ տեղափոխվում է ստվեր։ Այսպիսի տարօրինակություններ։ Իդեպ ծաղիկները բույսերի հետ կապված, ասեմ, որ ամերիկացի ինժեներներն էլ որոշել են հետ չմնալ եւ փորձում են ստեղծել խոսող բույս։ Պատկերացնում ես, այն արձագանքում է մարդու ձայնին, փոխելով տերևների ուղղությունը կամ լույս արձակելով, մի խոսքով արձագանքում է քեզ։ Դա խոսող թութակի նման թանկ կլինի։ Չեմ կարող ասել ինչ կլինի, բայց որ սկսել են հետաքրքիր ինչ-որ տարբերակներ մտածել տարօրինակ, դա փաստ է։ Եվ հաճախ նկատել ես, որ ինչ-որ անուններ կամ ինչ-որ բաներ թարգմանում ես, ինչ տարօրինակ են դառնում, իմաստային։ Աբրակադաբրա։ Այ այսօր օրինակ ստանդարտի միջազգային օրն է։ Մենք հենց ասում ենք ստանդարտ, որովհետև այո, գիտենք, որ կաչափորոշիչ բառը, միջազգային բառը ստանդարտ է եւ հաճախ միջազգային բառերը կարող ես չթարգմանել, դա բացարձակ սխալ չի համարվում։ Մենք այդ կանոններին լավ տիրապետում ենք եւ ուզում եմ, ես տեսնում եմ, թե դու ինչ երգ ես ընտրել, որ հիմա կլսենք, թարգմանիր, խնդրում եմ։ Ծածին ռումբ։ Ծածին ռումբ, լուրջ։ Կարող ենք թարգմանել, այո, ինչու ոչ։ Ծածին ռումբ։ Կարող եք գուշակել, թե որ երգն է այդ երգը հիթ է իմիջալոց, աշխարհի բոլոր հարթակներում գրավել է այդ երգը բազմիցս։ Դե լսեք ու տեսեք, որ երգի մասին է խոսքը։ Ծածին ռումբ։ Oh baby. Yeah. Listen to this. Spy on me, baby, you satellite. Every rep to see me move through the night. Ain't gonna fire, shoot me right. I'm gonna like the way you fight. I love the way you fight. Now you found the secret code I use to wash away my lonely blues. Well, so I can't deny or lie, 'cause you're the only one to make me fly. You know what you are? You are sax bomb, yeah. You're a
sex bomb. You can give it to me when I need to come along. Give me sex bomb, sex bomb. You're my sex bomb. And baby, you can turn me on. Baby, you can turn me on. You know what you're doing to me, don't you? I know you do. Now don't get me wrong, ain't gonna do you no harm. No. This bomb's for loving and you can shoot it far. I'm your main target, come and help me ignite. Love struggle holding you tight. Hold me tight, dog. Make me explode, although you know the route to go to sex me slow. And yes, I must react to claims of those who say that you are not all that. Sex bomb, well, you're my sex bomb. You can give it to me when I need to come along. Sex bomb, yeah. You're my sex bomb. And baby, you can turn me on. Turn me on, dog. Sex bomb, you're my sex bomb. You can give it to me when I need to come along. Sex bomb, you're my sex bomb. And baby, you can turn me on. You can give me more and more, counting up a score. Yeah, you can turn me upside down and inside out. You can make me feel the real deal. And I can give it to you anytime because you're mine. Ouch. Sex bomb. Oh baby, sex bomb, you're my sex bomb, and you can give it to me when I need to be turned on. Sex bomb, you're my sex bomb, and baby you can turn me on, and baby you can turn me on, baby you can turn me on, ooh, baby you can turn me on, 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 well baby you can turn me on. Սուրճ ու սեր առավոտից։ Սա էլ առավոտյան պայթուցիկը Շալեր ուղակի 19:32 Թոմ Ջոնսի հայտնի հիթերից մեկն էինք վայելում։ Դեռ ունենք ժամանակ եւ փորձում ենք զարմանալ, ինչու ոչ, գուցե դուք էլ մեզ հետ զարմանաք, չգիտեմ։ Օրինակ գիտեիր, որ Իտալիայում ստեղծել են նույն երազը տեսնելու տեխնոլոգիա եւ իհարկե փորձարկման փուլում է, բայց մասնակիցների ուղեղային ալիքները համաժամեցվում են, որպեսզի նրանք նույն սյուժեով երազ տեսնեն։ Մի րոպե, այսինքն ես եթե 3-4 օր տեսել եմ մի լավ երազ, կարող եմ պատվիրել եւ այսօր եւ ժամանակը հետ են տալիս ուղեղիդ, չգիտեմ, ալիքների ու դու կարողանում ես այդ նույն երազը տեսնել։ Չգիտեմ ինչի համար է դա պետք։ Մենք շատ ենք խոսում բարիստա մասնագիտության մասին, որը շատ ակտուալ է դարձել։ Օրինակ Ճապոնիայում կա սրճարան, որտեղ բարիստան ծառ է։ Խոսքը, այո, այնպես են արել, որ սուրճը քեզ հրամցնում են ծառի ճյուղերը։ Բավականին հետաքրքիր լուծում է, ինչ վատ է, որ ծառի սարքած սուրճը ինչ դիտի։ Իսկ դու գիտես ինչպես անես, որպեսի կովերի կաթի կաթն արտադրությունն ավելացնես, նորվեգացի գյուղացիները գիտեն։ Նիլս Բորին չենք տարբերում, բայց կովի կաթը ոնց հասկացանք, ասում մի րոպե, մեծ նորից, սա ինչ է, գիտնական ինչ է արել, մեծ հասկանանք։ Սի գիտնականը չի, գյուղացիներն են նորվեգացի, իրենք ունեն կովերի համար հատուկ կաթի Spotify, այո, երկերի այսպես ընտրանի, կովերի կաթնատվությունը բարձրանում է, երբ նրանց համար հնչում է, կարող ես ասել ինչ երաժշտություն։ Դասական։ Այո, միանշանակ։ Դասականը միշտ չէ հնչելու կովը, ինչ պետք է բնականա դասական պետք է լինի։ Մի խոսքով նորվեգացի գյուղացիները ձևը գտել են եւ դասական երաժշտություն են միացնում, արդյունքը բավականին հետաքրքիր է։ Որքան էլ զարմանում ենք, բայց այդուհանդերձ դրանք աշխատող մեթոդներ են եւ ինչու ոչ, ասա լավ տարբերակ։ Այստեղ կապ չունի, չէ, այս անգամ կապ չունի, ինչ խոսք, բայց այդուհանդերձ մենք այսօր եթե եզրափակենք եւ փորձենք այսպես իմի բերել մեր այսօրվա ծրագիրը,
Այո, բավական հետաքրքիր տարօրինակ ստացվեց։ Իդեպ մենք նվերիքներ մեր հյուրերից, մեր հյուրը մեզ առանց նվեր չի թողել։ Դու ուզում ես եզրափակել ասել որ նվեր ունես։ Չէ, դա չի հարցը, ուղղակի ասած ընտրեք ինքներդ եւ մենք ընտրեցինք այս։ Բայց խաղալ չիմացանք այդպես, պետք է գնանք տուն սովորենք։ Չէ, ես արեցի, փորձեցի ստացվեց։ Ինձ մոտ չստացվեց։ Ինձ մոտ ստացվեց։ Դե ինչ թող հոկտեմբերի 14-ը լինի ձեր կյանքի երջանիկ ժպիտներով լի օրերից մեկը, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս մինչ վաղ հնարավորության 9:30-ը։ Այո, ձեզ մաղթում ենք հաճելի օր։ Կհանդիպենք։ Մի շատ կարևոր բան մոռացանք ասել։ Նշել, հա, էլի, դրա համար հետ ենք գալիս։ Այսօր եթերում ձեզ համար սիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Հա, դա ղեկավարության պահանջն է, պետք է անպայման ներկայացնենք։ Այնպես որ մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Make a better way. Oh.